Բարևձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Լույս տեսել է Western Armenia շաբաթաթերթի 70-րդ թիվը։ 10-20 տարի անցնի արցախցիները իրավունքի ուժով իրենց քույկի նկատմամբ կշարունակեն վահել իրենց դիրվոսը։ Արցախի հողեն փուսած համի գանչը։ Սյունիքի մեջ գրգին գրագոցներ լսվեր են։ Հասանովը զույն հանձնարարեր է պատրաստ ըլլալ սատրանքներուն։ Արևմտյան Հայաստանի հայերու առասպելը։ Շուշիի Ղազանչեցոց տաճարի առաջին վերագառուցումն ու Ջարդարաբեդի բացարիք նամակը Գարեն Դեմիրճյանին։ Գիլիգյան գրգին հնչեց Մուսա Լերան Լամչին։ Արդեն հասանելի է Western Armenia շաբաթաթերթի 70-րդ թիվը, որը ինչպես միշտ ընթերցողին կներկայացնե կարևոր եւ ուշագրավ նյութեր հայկական հարցին վերաբերող Արևմտյան Հայաստանի պատմության, մշակույթին եւ արտի զարգացումներուն։ Նոր թիվին մեջ առանձնահատուկ տեղ կզբաղեցնե ազգային խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամյանի ելույթը, որը նվիրված է ֆրանսահայ ազգային հերոսներ Մելինե եւ Միսակ Մանուշյաններու հիշադակին։ Անոնց թիմադրական եւ հայրենասիրական գործունեությունը նոր լույսով կներկայացվի, ընդգծելով հայ ժողովրդի անշեջ ոգին։ Թերթին մեջ կանդրադառնան նաև Եփրատ-Քեդի արևմտյան հատվածին, որպես մեծ հայքի եւ փոքր հայքի մեջտեղը։ Այս պատմամշակութային դիտարկումը եւս մեկ անգամ կընդգծե արևմտյան Հայաստանի անվիճելի հայկական պատկանելիությունը։ Հետաքրքիր եւ կարեւոր նյութ հրապարակված է համշեցիներու հայկական ծագման մասին։ Համշենցի Էրոլ Ամադունու ուսումնասիրությունները հիմնված քաղաքնի օսմանյան փաստաթուղթերու վրա նոր շերտեր կբանան համշենահայության պատմության մեջ, ընդգծելով անոնց արմատներու հայկական ըլլալը։ Բոլոր անոնք, ովքեր բռնի դեղահանվեր են ու Արցախի մեջ ցկեր են քույք, ապա միշտ պետք է հիշեն, որ իրենց քույքի նկատմամբ իրենց իրավունքը կշարունակվի պահպանվել ու պիտի պահպանվի դասնամյակներ շարունակ։ Այս մասին Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի վերաբերյալ հանրային քննարկման ժամանակ ասավ միջազգային իրավունքի մասնակետ Արա Ղազարյանը։ Այսօր Ադրբեջանը ոչնչացնե Արցախի բնակավայրերն ու պատմամշակութային հուշարձանները։ Հարցին, թե արցախցիներու իրավունքը կշարունակե կործել նաև այն քույքի վրա, որն ադրբեջանցիները ոչնչացնեն, Արա Ղազարյանը պատասխանեց. Այո, այդ հիմքով քանքատները կղրկվին, անոր փոխանցությունը քիչը ուրիշ է։ Կստացվի քողություն առանց փոխհատուցման, որը նույնիսկ միջազգային հանցագործություն է։ Բայց ցանկացած տեսակի անշարժ եւ շարժական քույքի նկատմամբ, եթե անձը ունի այդ իտողոսաթերթը, անիկա կշարունակե պահպանվել դասնամյակներ, մինչև որ որոշում կայանա։ Որոշումը կամ թույլ կտակ, որ անձը վերադառնա եւ ապրի, բայց արժանապատիվ ու անվտանգ, կամ կհատուցեք։ Սա այն հրամայականն է, որուն այսօր Ադրբեջանը բախված է, եւ Ադրբեջանը լուծում չունի։ Ինչ լուծում որ առաջարկե կհամարվի անօրինական եւ միջազգային ովևէ քաղաքական կամ թադական մարմին ովևէ հիմք չունի ընդունելու անիկա։ Ադրբեջանը անոր թեմ կրնաբայկարել միայն գեղձ ինչ որ խոսույթներ պատրաստելով։ Օրինակ, երբ մենք խոսենք 2020-2023 թվականներու դեպքերու մասին, անոնք կհիշեն 1992-ին 1994 թվականներու դեպքերու մասին։ Որովհետև ոչինչ ունին հագատրելու, թե ինչ հրաձեն 2020-23 թվականներուն։ Այն ինչ հրաձեն ինքնին անօրինական է, նույնիսկ այն գեղձ թադավարությունները, որոնք ընթանան ցլակներն ուղելով Հայաստանի վրա, այդ թադավարություններն իրավական հիմք չունին։ Այդ թադավարությունները նույնիսկ արդար թադավարության նվազագույն չափանիշներուն չեն համապատասխաներ, այսինքն իրենք լուրջ խնդիրներ ունին, որոնք կնախադեսեն լուծել։ Մենք ալ պետք է այդ խնդիրները թիմակրավենք, հաշվի առնելով, որ մեր բանջն արդարացի է։ Մենք զոհի գարկավիճակի մեջ ենք եւ միջազգային իրավունքը մեր կողմեն է, նշեց Արա Ղազարյանը։ Ժենգալով հացը միայն ուտես չէ, այն ամբողջ մշակույթ է, սերունդ է սերունդ փոխանցվող ավանդույթ, որ կտելատրե հայ մարդու վերաբերմունքը բնության, հողի ու համատեղ ընթրիքի հանդեպ։ Արցախյան խոհանոցի այս անգրտնելի կոհարը, որ ձևավորվեր է տարերու ընթացքին, այսօր դարձել է ոչ միայն տարածաշրջանային հպարտություն, այլ ազգային ինքնության խորհրդանիշ։ Ժենգյալով բարի հիմքը ժենգյալ բարսկերեն բառն է, որը կնշանակե անդար։ Ժենգյալով հացը հագեցած է անդարի բնության շունչով։ Արցախեն բացի ժենգյալով հացը մեծ սեր կվայել է նաև Գաբանի ու Գորիսի մեջ, ուր այս ուտեստը դարձել է ոչ միայն դան գերագուր, այլ քաղաքային դոնավաճառներու գլխավոր հյուրն ու համային այցեդոմսը։ Այսօր, երբ հազարավոր արցախցիներ ստիպված եղած են ցկել իրենց հայրենի հողերն ու նոր կյանքը սկսել այլ վայրեր, ժենգալով հացը դարձել է գարոդի, հիշողության ու հողին կապվածության խորհրդանիշ։ Երբ մայրերն ու դադերը կշարունակեն ժենգալով հաց պատրաստել Երևանի մեջ, Արմավիրի մեջ կամ նույնիսկ արտերկրի մեջ, անոնք կփոխանցեն ոչ միայն փաղադրադոմս, այլ հայրենիք։ Ժենգալով հացը համ է,
բայց նաև պատմություն, մեր ժողովրդի համառության, հողի հետ կապվածության ու ստեղծարարության մասին։ Հագարակ միջազգային հորդորներուն Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին գրագոցները չեն թատրիր։ Սյունիքի խնաձաղ գյուղին մեջ գրգին լսվեր են ադրբեջանական զինուժի գրագոցներ։ Գյուղի վարչական ղեկավար Սեյրան Միրզոյանի փոխանցմամբ գրագոցներն ավելի թեժ էին նախորդ օրերուն։ Ան նշեց, որ բնակիչները գշարունակեն քարնանային աշխատանքները, բայց գրագոցները կմտահոգեն հատկապես մանուկներուն։ Մեր կողմեն գրագոց չկա, միայն իրենք են, որ կգրագեն ավելցուց ան։ Արդեն շուրջ 2 շաբաթ է, որ ադրբեջանական գրագոցները կշարունակվին։ Միևնույն ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարը խորհրդակցեր է քննարկելով սահմանային իրավիճակը։ Ադրբեջանի կողմը գրգին մեղադրանքներ հնչեցուցեր է, որոնք պաշտոնապես Երևանը բազմիցս հերքեր է։ Ինչ կնշանակե Արևմտյան Հայաստանի հայեր կամ ովքեր են անոնք։ Անոնք են, ովքեր ցեղասպանության են մազաբուրց եղածներու սերունդներն են եւ որոնց նախնիները ցակումով հայկական լեռնաշխարհի արևմտյան հատվածներեն են։ Թե անոնք, ովքեր կխոսին արևմտահայերենի այն բարբարով, որը կգաբե այդ տարածաշրջանի հետ։ Թե ուղագի անոնք, ովքեր Թուրքիո հետ սահմանեն այն կողմ են ծնունդով։ Չկա այս հարցերու համընդհանուր եւ հստակ պատասխանը, սակայն գարժե փորձել անդրադառնալ անոնց։ Ցեղասպանութենեն հետո երբ հայ ժողովուրդը ցրվեցավ աշխարհով մեկ, նախագահտական իրականության բազմազան պատմությունները գրջատվեցան նոր սերունդներուն մատուցվելով որպես բարձ պատումներ։ Ամեն ինչ կգտնվեր Արևելյան Հայաստանի Հանրապետության արևմտյան սահմաններեն այն կողմ, սկսավ գոչվել Արևմտյան Հայաստան։ Եվ ցանկացած անց, ով գծակեր Օսմանյան գայսրության դարածներեն, կհամարվեր Արևմտյան Հայաստանի հայ, անկախ անոր բարբարեն կամ մշակութային ժառանգութենեն։ Գարելի է ենթադրել, որ ցեղասպանութենեն հետո աշխարհի դարբեր միջավայրերու մեջ սփռված ձևավորված հայության սերունդները ստիպված էին նորովի պատկերացնել Արևմտյան Հայաստանը եւ այդ երևակայության արդյունքը դարձավ խառն ինքնություն, արևմտահայ ու մերձավոր արևելյան դարերու համադրությամբ։ Այս բոլորը վերածվեցավ մշակույթի ու ավանդույթներու գերբարմը, որը հաջող խորտ կլա ցեղասպանութենեն առաջ Արևմտյան Հայաստանի մեջ ապրած հայերու ժառանգության։ Ուր են այն արևմտահայերը, որոնց մասին կխոսենք։ Արդյոք անոնք պարզապես առասպել են, անշուշտ ոչ, ինչպես կան սփյուռքահայեր, այնպես ալ կան բազմաթիվ հայեր, ովքեր եկած են Արևմտյան Հայաստանեն, Սասունեն, Վանեն, Խարպերտեն եւ այլ շրջաններեն։ Իսկ ինչ կարելի է ասել արևմտահայերենի բարբարով խոսող մարդոց մասին։ Սա նույնպես բարդ հարց է, քանի որ այսօր Սփյուռքի մեջ բազմաթիվ գիրիկյաեն եկած հայեր կխոսին արևմտահայերեն, մինչդեռ Հայաստանի մեջ բազմաթիվ արևմտյան Հայաստանեն հասած հայեր կխոսին արևելահայերեն։ Եթե Երևանի մեջ պատահական անցորդի հարցնենք իր արմատներուն մասին, շատ հավանական է, որ անձակումով ըլլա Արևմտյան Հայաստանեն։ Այսօր ալ Հայաստանի որոշ գյուղերու ու քաղաքներու մեջ պահպանվեր են արևմտահայերեն բարբարները, երկերը, բարերն ու իսկական Արևմտյան Հայաստանի հայ խոհանոցը։ Որպես եզրակացություն գրնանք ասել, որ պետք է վերանայենք մեր ինքնության պատմական ընկալումները եւ բարձենք անոնք։ 5000-ամյակի պատմությունը արժանի է մեր ողջ ներուժով եւ խորությամբ ուսումնասիրության։ Ժամանակն է, որ մենք սկսենք ավելի ճշգրիտ ներկայացնել մեզ առանց լայն ընթառնացումներու։ Շուշիի Սուրբ ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարը կառուցվել է 1868-ին 1887 թվականներուն։ Անոր զանգակադունը կառուցվել է շուշեցի Աբրահամ Խանթամիրյանցի գոմե։ 1920-ին Շուշիի չարտերեն հետո եկեղեցին փակվեցավ եւ սկսավ քանդվել։ 1980-ականներուն որոշվեցավ վերականգնել շարք հուշարձաններ, ինչպես նաև Ղազանչեցոցը։ 1981-ին Ջարդարաբեդ Վալիոտա Բաբայանը այցելեց Շուշի եւ նախաձեռնեց վերականգնումը Գարեն Դեմիրճյանի աջակցությամբ։ Ջարդարաբեդը իր երախտագիտությունը արտահայտեց բացառիկ նամակով, ուր տաճարի վերակառուցումը նվիրեց Դեմիրճյանի 55-ամյակին։ Նամակը կբահվի Գարեն Դեմիրճյանի թանգարանին մեջ։ Ցավոք, վերակառուցումեն հետո եկեղեցին գրգին ռմբակոծվեցավ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ։ Շուշիի ազատագրումեն հետո Վալիոտա Բաբայանը այն երկրորդ անգամ վերակառուցեց։ Բայց 2020-ի պատերազմեն հետո Ղազանչեցոցը գրգին բռնակրավվեցավ։ Իսկ ներկայիս ադրբեջանցիները այն կվերակառուցեն, աղավաղելով քրիստոնեական ցևը այն վերածելով մզգիթի։ Գոստանտո Բոլսո հայ երգչուհի Սիպիլ Պեկտորոսօղլուի թիմադեդրի կրարումը, օրը անմոռանալի էր Արևմտյան Հայաստանի Վակաֆ գյուղին մեջ, այն վերածվեցավ միության, հուզմունքի եւ հիշողության խորհրդանշական բահի։ Հայերը Վակաֆ գյուղի բնակիչներու հետ միասին գրգին բարձրացան մուսալեր, երգելով Գիլիգյան։
Այդ երգը, որ կփանա հին վերքերը, միաժամանակ ուժ կուտա քոյադևելու եւ հույսով ապրելու։ Երգը հնչեց լեռներու մեջ կարծես թարերու խորքեն ելած աղոտ կլար, որը գխոսի գործված գիլիգիո, բայց միևնույն ժամանակ ապրող եւ աբական գերդող հայության մասին։ Այսօր, երբ պատմության էջերը հաջող մոռացության կմատնվին, նման բահերը գամուրջ կստեղծեն մեր ինքնության, անցյալի ու աբակայի միջև։ Վակով քյուղը Մուսա Լերան ստորոդը դարձյալ վերածվեցավ հայության հոգևոր գետրոնի։ Գոստանտու Բոլսո հայ երգչուհին առաջին անգամ հայաստանյան ունգընթիրին ներկայացել էր 2011-ի համահայկական 5-րդ խաղերու բացման եւ փակման արարողության։ Երգչուհին Գոստանտու Բոլսո մեջ թողարկել է հայերեն 12 երգերը գազմված Սիբիլ ցայնասկավարակը, ուր ընդգրկված են դեր ողորմյա եւ գիլիգիա երգերը։ Սիրելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան էինք նախադեсած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։